Ղարաբաղյան շարժումը, որը մեկնարկել է, դա առաջին հերթին ուղղված էր մարդկանց իրավունքների, հավաքական իրավունքների իրացմանը։ Դրա հիմքում դրված էր ինքնորոշման իրավունքը, որը արտահայտվում էր մի կողմից քաղաքական գործընթացներով, մյուս կողմից արդեն 89-ից սկսած ռազմական գործողությունները, որի ակտիվ ֆազան 91-94 թվականներն էր։ Հիմա արցախցիները ունեն հստակ ձևակերպված պահանջ, դա իրենց բնորանում, պատմական բնորանում ազատ անկախ ապրելու իրենց մոտեցումներ։ Հայաստանի տարբեր իշխանությունները, նախորդ իշխանությունները, գործողը եւ հաջորդ եկող բոլոր իշխանությունները ունեն երկու ճանապարհ՝ աջակցելու այդ իրավունքի իրացմանը կամ խոչընդոտելու, բայց ինչքան էլ որ բարթացնես արցախցիների պայքարը, իրենց բնակավայրեր վերադառնալու առումով, իրենց կյանքը անվտանգ կազմակերպելու տեսանկյունից, միջազգային իրավունքը այդ տեսանկյունից ոչ չեզոքացվելու է, ոչ էլ վերացվելու է։ Հիմա Հայաստանի նախորդ կառավարությունները աջակցել են արցախցիների ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացման process-ին, այլ նաև անվտանգության երաշխավոր են եղել այս մասով։ Հիմա Հայաստանի այս կառավարությունն ասում է, որ մենք այստեղ անելիք չունենք եւ Արցախը համարում է ադրբեջանական։ Եվ կրկնում եմ, որքան էլ նա դրանով բարթացնում է արցախցիների պահանջները իրավունքի իրացման տեսանկյունից, այդ գործընթացը ինքն իրենով չի կարող չեզոքանալ։ Այսինքն Հայաստանում ապրող մարդիկ չեն, որ պետք է ինչ-որ մեկի բերանը փակեն կամ առավել եւս միջոցներ գործադրեն, որպեսզի այդ մարդիկ իրենց պահանջները որևէ ձևով չներկայացնեն։ Իդեպ, երբ որ նախորդ տարեվերջին հրապարակվեցին որոշակի հատվածական այն, բայց համենայն դեպս վերջին 10 տարվա բանակցային փաստաթղթերը ըստ էության ամբողջությամբ մեջ կային, նաև դրանում ակնհայտ երևում էր, թե process-ը ինչպիսի տրանսֆորմացիաներ էր ենթարկվել, ինչպիսին էր ինքնորոշման իրավունքի դերը։ Նույնիսկ այնտեղ այդ փաստաթղթերում որոշակի մանրամասներ կար այն պետական մարմինների, որոնք պետք է գործեին ինքնապաշտպանական ուժերից մինչև դատական, գործադիր, օրենսդիր մարմիններ եւ այլն եւ այլն։ Այսինքն կար process, կար նկարագրություն, կար բանակցային գործընթաց եւ իդեպ նաեւ այդ բանակցային փաթեթներում նաեւ ներկայացված էր այն դիրքորոշումը, որը արտահայտված էր։ Ես չեմ կարծում, թե արցախցիները որևէ պարագայում կարող են գնալ ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ ապրել այդ պայմաններով, որը Ադրբեջանն է ասում։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք վերադարձի մասին, շատ կարևոր է արձանագրել, որ խոսքը վերաբերում է հավաքական վերադարձին, որովհետև այդ հավաքական բառը պատահական չի օգտագործվում, որովհետև մի քանի 100 կամ մի քանի հազար մարդու ուղակի վերադարձը այնտեղ, դա լրիվ այլ process-ի է հանգեցնելու, որը կամ բերելու է նոր ցեղասպանության կամ նվազագույնը նոր բռնագաղթի։ Բնականաբար հավաքական առումով վերադարձն է անհրաժեշտ անվտանգային մեխանիզմների առումով, որը կարող է հնարավորություն տալ այդ մարդկանց վերադառնալու իրենց կյանքի բնականon հուն։ Եթե կա որևէ մարդ նույնիսկ ընտրական process-ների ժամանակ, որ կարող է խոստանալ կամ հայտարարել, թե ինքը գիտի դրա հեշտ ճանապարհը կամ կարճ ճանապարհը, նման բան գոյություն չունի։ Դա նշանակում է, որ կամ մարդը խաբում է, կամ այդ մարդը պարզապես process-ներից որևէ բան գլուխ չի հանում։ Բայց մեկ բան պետք է անհրաժեշտ արձանագրել. արցախցիների պայքարը, որը հիմնված է միջազգային իրավունքի հիման վրա, չպետք է որևէ ձևով խոչընդոտվի։ Քաղաքական ուժերը հաջորդ բոլոր կառավարությունները կարող են, պետք է միջազգային իրավունքի շրջանակներում աջակցել, բայց հակառակը խոչընդոտելու, վնաս հասցնելու, առավել եւս թիրախավորելու կամ այդ մարդկանց ատելության օբյեկտ դարձնելու համար բնականաբար ամբողջությամբ անթույլատրելի է։